Դպրոցական գրադարանները կարող են և պետք է դառնան կրթամշակութային կենտրոններ։ Այս նպատակին տանող քայլերն են ներկայացվում Գավառ համայնքի դպրոցական գրադարանների աշխատակիցներին։ Հանդիպում քննարկումը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ և իրականացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի և Խնկո Ապուր անվան ազգային մանկական գրադարանի հետ գործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է վերհանել դպրոցական գրադարաններում առկա հիմնախնդիրները, փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Նաև հանդիպումը լավ հնարավորություն էր միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման և հետագայում ավելի սերտ համագործակցելու համար։ Դպրոցական բոլոր գրադարաններում խնդիրների շրջանակը նույնն է՝ մասնագետ գրադարանավարների պակաս, չթարմացվող գրականություն, տարածքի անբարեկարգ ու անհրապույր պայմաններ։ Սակայն այս խնդիրներով հանդերձ հնարավոր է զարգացնել դպրոցական գրադարանները, եթե գրադարանավարը հմուտ է իր գործում, ճիշտ է կառավարում գրքային ֆոնդը և ամենակարևորը՝ տարբեր գործընթացներում ներգրավում է սովորողներին։ Սա գրադարանային գործի փորձառու մասնագետների համոզմունքն է։ Շատ գրադարաններ դպրոցական վերանորոգված չեն, հատկապես գյուղական դպրոցների գրադարանները։ Նոր գրքերի խնդիրը փաստորեն բոլոր գրադարանավարները բարձրաձայնեցին, որ իրենց գրադարանները նոր գրքերով չեն համալրվում, որը շատ խիստ կարևոր է դպրոցական գրադարանների համար։ Դպրոցական գրադարանները փոքր տարածքներ են ընդգրկում, դա էլ կարևորագույն խնդիրներից է։ Վերանորոգումը, կահույքը, բազմաթիվ խնդիրներ այսօր արծարծվեցին։ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիա Համբարձումյանը, կարելի ասել հանրապետությունում առաջինը նախաձեռնեց, որ մենք գանք այստեղ եւ գրադարանային գիտելիքների հետ կապված մեր կարծիքները, մեր դիտարկումները անենք, որպեսզի դպրոցական գրադարաններին կարողանանք օգնել ինչ որ չափով աշխատանքները բարելավելու, նոր հունի մեջ մտցնելու եւ դպրոցի գրադարանը դարձնելու իսկապես դպրոցին կրթական ծրագրերին համապատասխան հաստատություն, որը լուծի խնդիրներ։ Գրադարանների սպասարկման բաժինների աշխատանքի կարևորությանն է անդրադառնում Խնկո Ապուր անվան մարզային մանկական գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։ Ըստ բանախոսի, գրադարանային պայմաններն ու հարուստ գրաֆոնդը երկրորդային են դառնում, եթե ճիշտ չի կազմակերպվում սպասարկումը։ Ծրագրային և գիտաօժանդակ գրականությանը հավասարապես տիրապետելը հնարավորություն կտա աշակերտներին նորություն առաջարկել և դպրոցական գրադարանը դարձնել տեղեկատվական կենտրոն։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։